Եվ ինչ օրակարգի ուղղությամբ է աշխատում այս պահին ընդդիմությունը 2026-ին ընթരാճ։ Տեսեք, նախագահ Քոչարյանի օրակարգը 18 թվականից սկսած չի փոխվել։ Կանգնեցնել կամ վերջ տալ, դանդաղեցնել սրանց կողմից բերվող ամենօրյա ռեժիմով արհավիրքներին։ Այդ օրակարգը ոնց կար, այդպես էլ մնալու է ու 26-ին այդ օրակարգն աշխատելու։ Սրանց հանել առողջ ուժերով լծվել երկրի կայունացմանը, մեր արժանապատվության, մեր հանգստության, մեր համերաշխության, բայց այդ համերաշխության բառը ամենևին չի նշանակում ինչ որ գիտեք պատասխանատվությունից խուսափել որոշ մարդկանց։ Տեսեք, քաղաքական պատասխանատուները, որոնք կատարել են քաղաքական մեծ բազթողումներ կամ քրեական արդեն քրեականին տան, իրենք պատասխանատվությունից չեն կարող խուսափել որևէ պարագայում։ Պարզապես ժամանակը ինչ որ մի պահի կամ շուտ։ Սովորական քաղաքացին, որը X ժամանակում հավատացել է սրանց, որովհետև սրան մի պահ չհավատալը դժվար է սովորական մարդու համար, որովհետև շատ մեղրածուր է խաբվում, շատ։ Այդ մարդը ինքը իր պատասխանատվությունը արդեն այս մի քանի տարվա մեջ զգացել կրել է։ Հասկացել է, սխալ ընտրությունից ավելի մեծ պատիժ չկա թե անձնական կյանքում, թե հասարակական կյանքում։ Ցանկացած պարագայում սխալ ընտրությունը ամենամեծ պատիժն է։ Քաղաքացիական ընտրության համար չկա պատասխանատվություն։ Քաղաքական ընտրության ու որոշումների համար այո, պարտադիր լինելու է պատասխանատվություն, որը բերելու է համերաշխության, որը բերելու է իրար հետ նստել, խոսելու կուլտուրայի վերականգնման, որը բերելու է նորից շուրջ բարի մեր լեռներից մեկի շուրջը, հետ նայեն, ռետրոսպեկտիվ նայեն։ Սրա հայտնվելուց է, այս խառնակցության հայտնվելուց է, գիտեք, մի հատված այս մարդու հետ կապված խաղաղություն են բերում։ Եթե մարդը չի կարողանում իր անձնական էմոցիաներին խաղաղություն բերի, ինքը արտաքին խաղաղություն չի կարող։ Նկատի ունեք, որ անձնական վերահսկման մեխանիզմներ չունի։ Ազգային ժողովում տեսել եք ինչ օրնանում այդ մարդը։ Եթե մարդը սեփական էմոցիաները չի կարում խաղաղեցնի, արտաքին վտանգները ու խաղաղություն չի բերելու։ Ցանկացած մարդ թող ինքը մի հատ, եթե մեկի հետ կոնֆլիկտ ունենա ու սա գա խաղաղեցնելու, կթողնի մոտենա։ Փոքր կոնֆլիկտը սա կվերածի մի հատ արունահեղության։ Այն որ կարա 2 րոպե խոսեն վերջացնեն։ Նորից անդրադառնալով ընտրություններին, Կայասի հայտարարության բովանդակությունը հիմնականում այն էր, որ հենց Մոլդովայի օրինակով աջակցելու են Հայաստանին։ Եվ ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքական մեկնաբաններ են ասում, որ նույն այդ Մոլդովայի օրինակի հիշատակումը բավականին վտանգավոր է։ Եվ հետևաբար հարց է առաջանում, պարոն Միկոյան, եթե այս իշխանությունը գնա կեղծիքների, եւ Մոլդովայի օրինակով որոշակի գործիքներ կիրառվեն, ինչ է կանելու։ Տեսեք, եկեք երկու մասի բաժանենք։ Մոլդովայի նմանությունը ես որպես քաղաքական կրթություն ունեցող մարդ մեծ մասամբ համաձայն չեմ Մոլդովան պրոյեկցիա անելու Հայաստանի վրա, որովհետև երկու շատ մեծ տարբերություն կա։ Բուն Մոլդովայում իշխանությունը պարտվել է։ Դրսի ընտրողների եվրոպական տեղամասերի ձայների շնորհիվ բերեցին բալանսի, իշխանությունը հաղթեց։ Մենք դրսում ընտրություն չունենք, մեր մոտ ներսն ընտրություն է։ Մոլդովայի տարբերությունն է, որ Մոլդովայից Եվրոմիություն մի քայլ է, Ռումինիան կողմն է։ Ազգային ընկալման տարբեր հետազոտություններով մոլդովացիների մի մաս, զգալի մաս, իրեն համարում է ռումինացի, ազգային պատկանելությամբ։ Մի զգալի մաս լեզվական պատկանելությամբ, իր մայր լեզուն համարում է ռումիներենը։ Շատ մեծ մաս ունի ռումինական անձնագիր, եթե չեմ սխալվում, մոտ 600,000 մարդ ռումինական անձնագիր ունի։ Իրենց կողքը Ռումինիան է, որը իրենց ամեն դեպքում բարեկամ երկիր է։ Դրա համար այդ պրոյեկցիան մեր կողքը Թուրքիան է։ Մեր մոտ կան մարդիկ, ովքեր Թուրքիայի անձնագիր ունեն, իրենց համարում են թուրք, թուրքերենը համարում են մայրենի լեզու։ Մի քանի հոգի կան երևի։ Բայց դրան ժամանակն էլ կանցնի, իրոք մի քանի հոգի են, մեր բնակչության մեջ այդ մաս չկա։ Այսինքն Մոլդովայի հետ նմանեցումը գոնե այս պրիզմայով ինքը լրիվ տեղին չի։ Ընտրախախտումների Եվրոմիության կողմից թողնվող, սանձազերծվող, նպաստվող ընտրախախտումների, կեղծիքների պարագայում համամիտ եմ։
Եվ երբեմն ասում են կանաչ լույս ա վառել Եվրոպան, չէ, կանաչ պրոժեկտոր ա վառել Եվրոպան սրանց համար, մեծ, քորացնող պրոժեկտոր։ Ու ինչ որ բան անելու են։ Կալանավորումներ, չգիտեմ, ինչ որ մի բան կարող է արգել են, ինչ որ էսեն են։ Արդեն մարդկանց ընտրության գնալու քանակը ու սրանց դեմ քվեարկելու քանակը լինելու է հենց այն գեներացված ուժը, որը ձեզ վստահեցնում եմ մարդիկ գնան ընտրության դեմ քվեարկեն, չեն դիմանալու, սրանք չեն գնալու դրան, չեն չեն կարող այդքան կեղծիքներ անել, Դեք սրանք չեն կարողանում ձյունը մաքրեն փողոցից, սրանք ոնց կարան X պարագայում ինչ որ կեղծիքների քանակ անեն։ Չեն կարողանա, ժողովուրդը համեմատենք սպիտակ ձյան հետ, մաքուր, ճերմակ։ Եթե ձյունը գա, սրանք ոնց են մոլորվում, որ ձյուն է գալիս։ Այդ տենց մոլորվելու են։